Այս պահին մայրաքաղաք Երևանի երկնքով Հանրապետության հրապարակի վրայով անցնում է զինված ուժերի ավիացիան։ Զորատեսակի գլխավոր առաքելությունն օդային եւ ցամաքային տարածքների պաշտպանությունն է, մարտերի վարումն ու թիրախների ճշգրիտ խոցումը։ Օդում բազմաֆունկցիոնալ Mi-17V5 ուղղաթիռներն են։ Բազայի հրամանատար առաջին կարգի մարտական օդաչու, մարտական խաչ առաջին աստիճանի իշխանանշանակիչ գնդապետ Տիգրան Աշոտյանի ղեկավարությամբ։ Երկնքի անվիճելի արքան ապահովում է օդային վերահսկողությունը, կատարելապես համադրելով գերարագ մանևրությունն ու ծանր սպառազինության ուժը։ Ուղղաթիռները նախատեսված են զորքերի եւ բեռների տեղափոխման, ցամաքային զորքերի կրակային աջակցության, որոնողափրկարարական աշխատանքների համար։ Օդում են Su-30SM բազմաֆունկցիոնալ գերձայնային կործանի ճգնաթիռները։ Ավիացիայի պետ մարտական ծառայության մեդալակիր գեներալ-մայոր Հովհաննես Վարդանյանի գլխավորությամբ համադրված են փոքր եւ միջին հեռավորության օդ, միջին հեռավորության օդ ռադիոլոկացիոն դասի ավիացիոն հրթիռներով, հեռավար ու միջին հեռավորության ավիացիոն կառավարվող Սավառնով ռումբերով։ Նրանց են հաջորդում Su-25 գրոհային ինքնաթիռները, բազայի հրամանատար առաջին կարգի մարտական օդաչու, մարտական խաչ երկրորդ աստիճանի իշխանանշանի ասպետ գնդապետ Սամվել Թավադյանի ղեկավարությամբ։ Ինքնաթիռները նախատեսված են հիմնականում ցերեկային պայմաններում ցամաքային զորքերին մարտի դաշտում անմիջական կրակային աջակցության համար։